քաղաքաշինության կոմիտեն մեկնարկել է Հայաստանի կանաչ քաղաքաշինություն էներգոարդյունավետության զարգացում շենքերում ծրագիրը։ Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի, Կորեայի Հանրապետության գիտելիքի փոխանցման ծրագրի եւ Ասիական զարգացման բանկի միջև։ Կոմիտեն որպես քաղաքականություն մշակող մարմին ունի տարբեր միջոցառումներ էներգոարդյունավետության բարձրացման, կանաչ ճարտարապետության, կանաչ քաղաքաշինության սկզբունքների ներդրման ուղղությամբ։ Այս ծրագիրը կօգնի մեզ միջազգային փորձի ներդրման, մասնավորապես Կորեայի Հանրապետության, որը կանաչ քաղաքաշինության մեջ բավականին մեծ հաջողությունների է հասել, կօգնի կոմիտեին մշակել ավելի ճիշտ ու թիրախային ռազմավարություն։ Կորեայի Հանրապետությունը տրամադրելու է մոտ 300,000 ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանում շինարարության, շենքերի եւ շինությունների էներգոարդյունավետությունը բարելավելու նպատակով։ Ծրագրի շրջանակում կատարվելու է Հայաստանի կանաչ քաղաքաշինության վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն եւ արդյունքում կազմվելու է զեկույց, որում սահմանվելու են ոլորտի հետագա բարելավման ու արդիականացման հիմնական ուղենիշները։ Այսօր մեկնարկած ծրագիրը կարևոր է ոչ միայն նրանով, որ նպաստելու է էներգոարդյունավետության բարձրացմանը, այլև հանդիսանալու է նոր հարթակ փորձի փոխանակման համար։ Հուշագրի ստորագրմանը հաջորդող սեմինարի ընթացքում ներկայացվել են ծրագրի իրականացման նպատակով նախատեսված հիմնական աշխատանքները։ Կորեական կողմը ներգրավել է փորձագետներ, որոնք ուսումնասիրելու են Հայաստանում կանաչ քաղաքաշինության ոլորտում իրականացվող աշխատանքները, շենքերի, շինությունների, էներգոարդյունավետության ոլորտում առկա խնդիրները, մատնանշելու ոլորտի բարելավման հիմնական ուղիները եւ կորեական փորձը հաշվի առնելով ներկայացնելու գործնական առաջարկներ։ Անդրանիկ Ավետիսյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։